քննարկենք երկրորդ թեստի խնդիրները։ Առաջին խնդիրը հետևյալն է, պետք է գտնենք այս արտահայտության արժեքը։ Դիտարկենք սկզբում համարիչը 9 մինուս արկ կոսինուս 9։ Եկեք նշանակենք այս անկյունը ալֆայով, ունենանք, որ ալֆան պատկանում է 0-ից π և կոսինուս ալֆան հավասար է կոսինուս 9, որովհետև արկ կոսինուս 9 դա այն անկյունն է, որի կոսինուսը հավասար է կոսինուս 9։ Այսպիսով կունենանք, որ կոսինուս ալֆա մինուս կոսինուս 9 հավասար է 0 և օգտագործելով կոսինուսների տարբերության բանաձևը կունենանք, որ կոսինուս ալֆա մինուս կոսինուս 9 հավասար է մինուս 2 սինուս ալֆա պլյուս 9 երկրորդ անգամ սինուս ալֆա մինուս 9 երկրորդ, որն հավասար է 0-ին։ Այստեղից ստացվում է, որ կամ ալֆա գումարած 9 երկրորդը հավասար է պիկա տեսքի, կամ ալֆա մինուս 9 երկրորդը հավասար է պիկա տեսքի թիվ, որտեղ կան ամբողջ թիվը։ Երկու կողմերն էլ բազմապատկելով 2-ով ստանում ենք, որ ալֆա գումարած 9 կամ ալֆա գումարած 9 հավասար է 2 պիկա, կամ էլ ալֆա հանած 9 հավասար է 2 պիկա։ Ընդ որում ալֆան չմոռանանք, որ պատկանում է 0-ից π։ Այսպիսով ստացվում է, որ կամ ալֆան հավասար է 2 պիկա հանած 9, կամ ալֆան հավասար է 2 պիկա գումարած 9։ Փորձենք գտնել այսպիսի տեսքի ալֆա, որը պատկանում է 0-ից π միջակայքին։ Այսինքն ենթադրենք ալֆան հավասար է 2 պիկա մինուս 9 և ալֆան պատկանում է 0-ից π միջակայքին։ Այստեղից կունենանք, որ 2 պիկա մինուս 9 փոքր հավասար է π-ից և փոքր հավասար է 0-ից, հետևաբար բոլոր կողմերը գումարելով 9 կստանանք 9 փոքր հավասար է 2 պիկա և փոքր հավասար է π գումարած 9։ Այստեղից կունենանք, որ կան մեծ հավասար է 2, որովհետև 2 π-ն փոքր է 7-ից, իսկ 4 π-ն արդեն 4 π-ն մեծ է 12-ից։ Եթե կան մեծ հավասար է 2, ապա
2 պի կան մեծ հավասար է 4 պի, որը հավասար է 3 պի գումարած պի, որն էլ մեծ է 9 գումարած պիից, քանի որ 3 պին մեծ է 9-ից։ Այսինքն ստանում ենք, որ երբ որ կան մեծ հավասարը 2, ապա տեղի ունի միայն այս անհավասարության ձախ մասը։ Կան մեծ հավասարի դեպքում աջ մասը խախտվում է։ Այսինքն 2 պիկա հանածինը տեսքի թիվ գոյություն չունի, որը պատկանում է 0-ից պի միջակայքում։ Ուրեմն պետք է ալֆան գտնենք 2 պիկա գումարածինը տեսքի թիվ, որը պատկանում է 0-ից պի։ Սա նշանակում է, որ 2 պի կա գումարածինն է փոքր հավասար է պի և մեծ հավասար է 0-ից։ Երկու կողմերից էլ եթե հանենք 9, կստանանք մինուս 9 փոքր հավասար է 2 պի կա և փոքր հավասար է պի մինուս 9։ Այստեղից նորից կարող ենք ասել, որ կան մեծ հավասար է մինուս 1, քանի որ մինուս 2-ի դեպքում անհավասարության ձախ մասը խախտվում է։ Ուստի ունենում ենք, որ ակնհայտորեն կան հավասար է մինուս 1 դեպքը բավարարում է, քանի որ մինուս 9 փոքր հավասար է մինուս 2 պի, փոքր հավասար է պի մինուս 9։ Ձախ մասը պարզ է, իսկ աջ մասը պարզ է, քանի որ մինուս 3 պին փոքր հավասար է մինուս 9։ Ստացանք, որ ալֆան հավասար է 9 մինուս 2 պի։ Այսպիսով համարիչը հավասար է 9 մինուս արկ կոսինուս 9, որն էլ հավասար է 9-ից հանած 9 մինուս 2 պի, որն էլ հավասար է 2 պի։ Այժմ գտնենք մեր արտահայտության հայտարարի արժեքը։ Հայտարարը արկ սինուս 0,9 պին է։ Եթե այս թիվը նշանակենք բետայով, կունենանք, որ սինուս բետան հավասար է սինուս 0,9 պի և բետան պատկանում է մինուս պի կեսից պի կես միջակայքին։ Այս հավասարումը կարող ենք նորից լուծել սինուսների տարբերությունը վերլուծելով արտադրյալի, ինչպես արեցինք նախորդ դեպքում, բայց կարող ենք նաև լուծել ուրիշ ձև։ Դիտարկենք միավոր շրջանագիծը։ Գիտենք, որ բետան մի այնպիսի անկյուն է, որը ընկած է մինուս պի կեսից պի կես, այսինքն ընկած է առաջին կամ չորրորդ քառորդներում, իսկ 0,9 պին գտնվում է երկրորդ քառորդում, որի սինուսը իրեն համապատասխանող օրդինատն է։ Դրան համապատասխան բետան, որի
սինուսը կլինի նույն թիվը, դա կլինի սա, որն էլ հավասար է բետան հավասար է պիից հանած 0.9 պին։ Այսպիսով բետան ստացվում է 0.1 պի, ուրեմն հայտարարը ստացվում է հենց 0.1 պի։ Ստանում ենք, որ 9 հանած արկ կոսինուս 9 բաժանած արկ սինուս 0.9 պին հավասար է 2 պի բաժանած 0.1 պի, որն էլ հավասար է 20։ Այսպիսով արտահայտության արժեքը ստացվում է 20։ Այժմ անցնենք երկրորդ խնդրին։ Պետք է հաշվենք սինուս 75 աստիճան անգամ կոսինուս 15 աստիճանը։ Լուծելու տարբեր եղանակներ կան։ Մենք կլուծենք հետևյալ կերպ։ Գիտենք, որ սինուս 75 աստիճանը հավասար է կոսինուս 90 հանած 75 աստիճան, որն էլ հավասար է կոսինուս 15 աստիճան։ Այսինքն սինուս 75 աստիճան անգամ կոսինուս 15 աստիճանը հավասար է կոսինուս 15 աստիճանի քառակուսի։ Օգտվելով կոսինուս քառակուսի x-ը հավասար է կոսինուս 2x գումարած 1 բաժանած 2-ից, ստանում ենք, որ կոսինուս քառակուսի 15-ը հավասար է կոսինուս 30 գումարած 1 երկրորդ, իսկ կոսինուս 30-ը հավասար է արմատ 3 երկրորդ գումարած 1 բաժանած 2-ի, սա էլ հավասար է արմատ 3 գումարած 2 չորրորդ։ Այսինքն ճիշտ պատասխանը կլինի երկրորդը։ Երրորդ խնդրում պետք է հաշվենք այս արտահայտության արժեքը նախ 1/5-ի լոգարիթմ 0.2 հիմքով 7 հանած 1-ը կարող ենք գրել 1/5-ի լոգարիթմ 0.2 հիմքով 7 բաժանած 1/5։ Սա էլ հավասար է 5 անգամ 1/5-ի լոգարիթմ 0.2 հիմքով 7։ Նկատենք, որ այս լոգարիթմում գրված 0.2-ը ու այս 1/5-ը նույնն են։ Այսինքն 1/5-ի լոգարիթմ 0.2 հիմքով 7-ը հավասար է հենց 7-ի։ Այսինքն սա հավասար է 5 անգամ 7, հավասար է 35։ Այժմ հաշվենք լոգարիթմ արմատ 2 հիմքով 8-ը։ Սա հաշվելու համար կարող ենք ուղղակի նկատել, որ 8-ը հավասար է 2-ի խորանարդ, որն էլ հավասար է արմատ 2-ի քառակուսու խորանարդ,
այսինքն արմատ 2-ի 6 աստիճան։ Հետևաբար լոգարիթմ արմատ 2 հիմքով 8-ը հավասար կլինի 6։ Այսինքն մեր արտահայտության արժեքը, որը սա էր, հավասար կլինի 35-ից հանած 6, որն էլ հավասար է 29։ Ճիշտ պատասխանը կլինի 29։ Չորրորդ խնդրում պետք է լուծենք հետևյալ հավասարումը. մոդուլ տանգես x հավասար է մոդուլ կոտանգես x։ Դժվար չէ նկատել, որ այս հավասարումը համարժեք է հետևյալ համախմբին, որ կամ տանգես x-ը պետք է հավասար լինի կոտանգես x-ին, կամ տանգես x-ը հավասար լինի մինուս կոտանգես x-ին։ Երկու տեղերն էլ կոտանգես x-ը փոխարինելով 1-ը բաժանած տանգես x-ով ստանում ենք, որ կամ տանգես x-ը հավասար է 1 բաժանած տանգես x, կամ տանգես x-ը հավասար է մինուս 1 բաժանած տանգես x, որն էլ նշանակում է, որ կամ տանգես x-ի քառակուսին հավասար է 1, կամ էլ տանգես x-ի քառակուսին հավասար է մինուս 1։ Պարզ է, որ երկրորդ դեպքում լուծում չունենք, քանի որ տանգեսի քառակուսին չի կարող լինել բացասական թիվ։ Այսինքն տանգես քառակուսի x-ը հավասար է 1, այսինքն տանգես քառակուսի x հանած 1-ը հավասար է 0։ Վերլուծելով արտադրիչների, կստանանք, որ տանգես x մինուս 1 անգամ տանգես x գումարած 1-ը հավասար է 0։ Այստեղից ստացվում է, որ կամ տանգես x մինուս 1-ը հավասար է 0, կամ տանգես x պլյուս 1-ը հավասար է 0։ Սա էլ նշանակում է, որ առաջին դեպքում x-ը պետք է լինի π չորրորդ պլյուս π կատեսքի, իսկ երկրորդ դեպքում մինուս π չորրորդ գումարած π կատեսքի, որտեղ կան ամբողջ թիվ է։ Նկատենք, որ կարող ենք այս թվերի բազմությունը ներկայացնել նաև x-ը հավասար է π չորրորդ գումարած π կակես, որտեղ կան կամայական ամբողջ թիվ է։ Այսինքն ստացվում է, որ ճիշտ պատասխանը երկրորդն է, π չորրորդ գումարած πn երկրորդը։ Հինգերորդ հարցը ասում է, որ պետք է գտնենք x քառակուսի հանած 4x հանած 5 բաժանած արմատ 3 մինուս x հավասար է 0 հավասարման արմատները։ Դրա համար նախ գտնենք հավասարման թույլատրելի արժեքների բազմությունը կամ թաբը։ Դրա համար ուղղակի պետք է, որ արմատի տակի գրված թիվը լինի դրական, այսինքն 3 մինուս x-ը մեծ է 0, հետևաբար x-ը փոքր է 3-ից։ Այսինքն թաբը դա մինուս անվերջությունից 3 թվերի բազմությունն է, ընդ որում x-ը 3 չի կարող լինել, քանի որ այս թիվը հայտարարում է, իսկ հայտարարը 0 լինել չի կարող։ Հիմա լուծենք հավասարումը։
x քառակուսի մինուս 4x մինուս 5 բաժանած արմատ 3 մինուս x-ը հավասար է 0։ Որպեսզի այս արտահայտությունը լինի 0, անհրաժեշտ է, որ համարիչը լինի 0, այսինքն x քառակուսի մինուս 4x մինուս 5-ը հավասար է 0։ Վիետի թեորեմով դժվար չէ նկատել, որ հավասարման արմատները 5-ը և մինուս 1-ն են, այսինքն սա հավասար է x մինուս 5 անգամ x գումարած 1։ Հետևաբար այս հավասարումը տեղի ունի, երբ որ x-ը հավասար է 5 կամ x-ը հավասար է մինուս 1։ Բայց միաժամանակ պետք է x-ը պատկանի մինուս անվերջությունից 3 միջակայքին, այստեղից ստացվում է, որ միակ հնարավոր տարբերակը x-ը հավասար է մինուս 1-ն է։ Այսինքն ճիշտ պատասխանը կլինի երկրորդը։ Այժմ անցնենք հաջորդ խնդրին։ 6-րդ խնդրում նորից տրված է հավասարում ու պետք է գտնենք դրա արմատները։ Ունենք լոգարիթմ արմատ 3 հիմքով x գումարած լոգարիթմ 0.3 պարբերության մեջ հիմքով x գումարած լոգարիթմ 3 հիմքով x-ը հավասար է 2։ Սկզբում 0.3 պարբերության մեջ գրված թիվը ներկայացնենք կանոնավոր կոտորակի տեսքով։ Ենթադրենք սա հավասար է a-ի, ուրեմն 10 a-ն հավասար կլինի 3.3-ը պարբերության մեջ, հետևաբար եթե ներքևի հավասարումից հանենք վերևի հավասարումը, կստացվի, որ 9a-ն հավասար է 3-ի, հետևաբար a-ն հավասար է 1/3։ Այսինքն 0.3-ը պարբերության մեջ 10-որդական կոտորակը հավասար է 1/3 սովորական կոտորակին։ Այսինքն ունենք լոգարիթմ արմատ 3 հիմքով x գումարած լոգարիթմ 1/3 հիմքով x գումարած լոգարիթմ 3 հիմքով x-ը հավասար է 2-ի։ Պարզ է, որ այս երկու թվերը իրար հակադիր են, քանի որ հիմքերում գրված են իրար հակադարձ թվեր։ Ուստի ստացվի, որ լոգարիթմ 1/3 հիմքով x-ը հավասար է մինուս լոգարիթմ 3 հիմքով x, այսինքն կստանանք, որ լոգարիթմ արմատ 3 հիմքով x-ը հավասար է 2-ի։ Այստեղից պարզ է, որ x-ը հավասար է արմատ 3-ի քառակուսի, որն էլ հավասար է 3։ Այսինքն ճիշտ պատասխանը կլինի առաջինը։ Անցնենք 7-րդ խնդրին։ Ունենք անհավասարում, պետք է գտնենք դրանց բավարարող ամբողջ թվերի քանակը։ Դրա համար ուղղակի կլուծենք անհավասարումը և նոր կգտնենք անհավասարմանը բավարարող թվերի մեջից ամբողջ թվերի քանակը։
Ունենք մոդուլ մինուս 6 գումարած 3 մոդուլ x-ը փոքր հավասար է 9, սա նշանակում է, որ մոդուլի մեջի գրված արտահայտությունը, այսինքն մինուս 6 գումարած 3 մոդուլ x-ը փոքր հավասար է 9 և մեծ հավասար է մինուս 9։ Երկու կողմերին 6 գումարելով կստանանք, որ մինուս 3-ը փոքր հավասար է 3 մոդուլ x և փոքր հավասար է 15, բաժանելով 3-ի բոլոր կողմերը կստանանք, որ մինուս 1-ը փոքր հավասար է մոդուլ x, փոքր հավասար է 5։ Պարզ է, որ այս անհավասարությունը ցանկացած x-ի համար տեղի ունի, քանի որ ձախ մասում գրված է բացասական թիվ, ուստի այս անհավասարումը համարժեք է մոդուլ x-ը փոքր հավասար է 5 անհավասարմանը։ Սա էլ նշանակում է, որ մինուս 5-ը փոքր հավասար է x փոքր հավասար է 5։ Ստացանք, որ x-ը պատկանում է մինուս 5-ից 5 միջակայքին, իսկ այստեղ ամբողջ թվերի քանակը կլինի 1-ից 5 թվերը և իրենց հակադիրները, այսինքն 5 անգամ 2 գումարած 1 հավասար է 11։ Անցնենք 8-րդ խնդրին։ Ունենք a պարամետրից կախված անհավասարում, ուզում ենք գտնել a-ի այն արժեքը, որի դեպքում այս անհավասարումը կունենա ուղիղ 5 ամբողջ արժեք, որը բավարարում է այդ անհավասարմանը։ Ունենք մոդուլ 2x մինուս a-ն փոքր է a մինուս 11։ Նախ առաջին բանը, որ կարող ենք ասել, այն է, որ a-11-ը պետք է լինի դրական, որպեսզի այս անհավասարումն ընդհանրապես ունենա ինչ-որ լուծում։ Այսինքն a-ն մեծ է 11։ Այժմ մոդուլից ազատվելու համար պետք է գրենք, որ 2x հանած a-ն պետք է լինի փոքր a մինուս 11-ից և մեծ լինի դրա հակադիրից, մինուս a մինուս 11-ից։ Եթե բոլոր կողմերին գումարենք a, ունենանք, որ 11-ը փոքր է 2x և փոքր է 2a մինուս 11։ Այսինքն 5.5-ը փոքր է x-ից և փոքր է a մինուս 5.5-ից։ Ստացանք, որ x-ը պետք է պատկանի 5.5-ից մինչև a մինուս 5.5 միջակայքին։ Նկատենք, որ ամենափոքր բնական թիվը, որ կարող է լինել այս միջակայքում, 6-ն է։ Ու քանի որ ուզում ենք, որ այս անհավասարումն ունենա ուղիղ 5 ամբողջ լուծում, այսինքն այդ լուծումները պետք է լինեն 6-ը, 7-ը, 8-ը, 9-ը և 10-ը։ Այսինքն այս բոլոր թվերը պետք է պատկանեն մեր միջակայքին, իսկ արդեն 11-ը պետք է չպատկանի այս միջակայքին։ Ուրեմն պետք է 10-ը ավելի փոքր լինի, քան a մինուս
5.5-ը և սա էլ իր հերթին պետք է փոքր լինի 11-ից։ Այստեղից ստացվում է, որ 15.5-ը փոքր է a և փոքր է 16.5, իսկ քանի որ a-ն բնական թիվ է, հետևաբար միակ հնարավոր արժեքը անհավասար է 16-ը։ Այսպիսով ան 16 դեպքում հավասարումը ունենա հավասարման լուծումների բազմությունը կպարունակի ճիշտ 5 ամբողջ թիվ, որոնք էլ կլինեն 6-ից 10 թվերը։ Հաջորդ երկու խնդիրները կապված են նույն անհավասարման հետ, հետևաբար նրանց կլուծենք միասին։ Առաջին խնդրում ասում է գտնել անհավասարմանը բավարարող ամբողջ թվերի գումարը, իսկ երկրորդ խնդրում ասում է գտնել անհավասարման հաջորդ երկու խնդիրները կապված են նույն անհավասարման հետ։ Առաջին դեպքում պետք է գտնենք անհավասարմանը բավարարող ամբողջ թվերի գումարը, իսկ երկրորդ դեպքում ամբողջ թվերին քանակը։ Երկու հարցերն էլ պատասխանելու համար կլուծենք անհավասարումը, այսինքն ունենք լոգարիթմ 3/5 x քառակուսու քառակուսին փոքր հավասար է 16։ Սա նշանակում է, որ լոգարիթմ 3/5 x քառակուսին մոդուլով փոքր հավասար է 4, այսինքն լոգարիթմ 3/5 x քառակուսին փոքր հավասար է 4 և մեծ հավասարը -4։ Այժմ եկեք այս քառակուսին բերենք լոգարիթմի դիմաց, կունենանք, որ -4-ը փոքր հավասար է 2 լոգարիթմ 3/5 մոդուլ x, ունել փոքր հավասար է 4։ Ինչու է այստեղ մոդուլ x, որովհետև այս անհավասարման թաբը դա մինուս անվերջությունից 0 միավորած 0-ից անվերջ թվերի բազմությունն է, իսկ եթե գրենք լոգարիթմ 3/5 x-ի քառակուսին հավասար է 2 լոգարիթմ 3/5 x, այս սրա թաբը ուղղակի կլինի 0-ից պլյուս անվերջ միջակայքը, այսինքն ինչ-որ լուծումներ հնարավոր է կորցնենք, իսկ երբ որ մոդուլ x ենք գրում, այդ ժամանակ թաբը մնում է անփոփոխ։ Հետևաբար ստանում ենք, որ -2-ը փոքր հավասար է լոգարիթմ 3/5 մոդուլ x փոքր հավասար է 2, այստեղից ստացվում է, որ 1/9-ը փոքր հավասար է մոդուլ x փոքր հավասար է 9, հետևաբար ունենանք, որ x-ը կամ x-ը փոքր հավասար է 9 և մեծ հավասար է 1/9-ից, կամ էլ -9 փոքր հավասար է x փոքր հավասար է -1/9-ից։ Ստացվեց լուծումների բազմությունը x-ը պատկանում է -9-ից -1/9 միավորած 1/9-ից մինչև 9, այսինքն
ամբողջ թվերի գումարը կլինի -9 գումարած -8 գումարած մինչև -1, հետո գումարած 1, գումարած 2, գումարած մինչև 9, որն էլ հավասար է 0, քանի որ յուրաքանչյուր թիվ ունի իր հակադիր գումարը լինի։ Այսինքն հավասարմանը բավարարող ամբողջ թվերի գումարը կլինի 0, իսկ ամբողջ թվերի քանակը կլինի 18, քանի որ 1-ից 9 թվերն են և իրենց հակադիրները։